Պարոն նախարար, խոսեցիք փոխկապվածության դրական կողմերի մասին, որը որ կբերի տնտեսական շահ եւ խաղաղություն, բայց լրագրողներից մեկ օրինակ այսպեսի հարց է ներկայացնում, որ փաստաթուղթական հայտ կապում են TTIP-ի հաջողությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալիզացման հետ, Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման հետ, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան սկսեն օգտագործել նախագիծը որպես ճնշման լծակ, հավելյալ քաղաքական պահանջներ առաջ տանելու համար, ինչպես է ապահովելու, որ այս նախաձեռնությունը չվերածվի շանտաժի մեխանիզմի Հայաստանի դեմ եւ ինչ մեխանիզմներ կան այս իմաստով։ Անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում ինչի պետք է TTIP-ի իրականացումը շանտաժ որպես օգտագործվի Հայաստանի դեմ խաղաղության ամրապնդելու, ինստիտուցիոնացնելու կամ հակառակ մյուսը շանտաժ TTIP-ի համար, կարծում եմ, որ եթե այդպես լծակների հարթությունում հարցը դիտարկենք, մեկ ուրիշը կարող է ասել, որ ճիշտ հակառակը Հայաստանն ավելի լծակներ ձեռք բերում, բայց այդպես չի հիմա քննարկվում հարցը իրականում։ Ես ուզում եմ ասել, որ փոխկապակցվածություն իհարկե կա եւ տեքստում էլ ես ընթերցեցի, որ TTIP-ի իրականացման հաջողության գրավական է դիտարկվում, նախադրյալ է դիտարկվում եւ Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալիզացումը եւ Թուրքիայի հետ ամբողջական կարգավորումը եւ մեծ հաշվով այս խաղաղության ինստիտուցիոնալացումը եւ TTIP-ի իրագործումը մեկը մյուսի պատճառն է եւ նաեւ հետևանքը, որովհետեւ նա է այս մյուսի պատճառը, որքան ամրապնդվի խաղաղությունը, այնքան ավելի կմեծանան հնարավորությունները TTIP-ի իրականացման համար եւ դրանից բխող բենեֆիտների համար, որքան ավելի առաջ գնանք TTIP-ի իրականացմամբ աշխատի TTIP-ը, այնքան ավելի կամրապնդվի խաղաղությունը։ Շատ լավ, մի քանի հարց, 3 հարց, որոնք առնչվում են իրականացմանը, արդյոք կա ժամկետ TTIP նախագծի իրականացման, արդյոք արդեն իսկ նշմարվում են այն ընկերությունները կամ երկրները, որոնք հետաքրքրված կլինեն ներդրումների միջոցով մասնակցել եւ լրագրողները տեղեկություն ունեն, որ ամերիկյան սարքավորումներ արդեն իսկ Հայաստանում են, արդյոք նման զարգացում կա թե ոչ։ Դե օգոստոսի 8-ին ենք ըստ էության մեկնարկի մասին հայտարարել, ընդամենը 5-6 ամիս է անցել եւ այս ծավալուն փաստաթղթի վրա ենք աշխատել, կարողացել ենք համաձայնեցնել, արխիվում առաջիկա ամիսներին նաեւ երևի այս փաստաթղթերը անհրաժեշտ կամբողջանան, հուսով եմ, որ աշնան-սկիզբ երևի, չգիտեմ, ամառվա վերջ կկարողանանք գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություն ունենալ, ինչ վերաբերում է ամերիկյան սարքավորումներին, որոնք արդեն Հայաստանում են ըստ լրագրողի, ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի չեն։ Պարոն նախարար, ստացվում է, որ TTIP-ը տրվում է վարձակալության, թե կառուցապատման իրավունքով։ TTIP-ը, այսինքն եթե հողը նկատի ունեք, մնում է Հայաստանի, հիմնվում է ընկերություն, որը Հայաստանի կառավարությունը ստանում է այդ հողի այդ հատվածներում, որը կորոշենք որտեղ վրա կառուցապատման իրավունք, շատ ուղիղ դրված է։ Արդյոք ձեռքբերված պայմանավորվածությունները նշանակում են Հայաստանի արտաքին քաղաքական կամ ենթադրում են կամ հանգեցնում են արտաքին քաղաքական վեկտորի որոշակի փոփոխություն։ Մենք վաղուց ի վեր հայտարարել ենք Հայաստանի Հանրապետությունը վարում է հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն, ոչ մի բան այստեղ չենք կարող եւ չենք ուզում փոխել, ինչ որ փոփոխության ենթակա է, ամբողջությամբ արտահայտված է հավասարակշռված եւ հավասարակշռման կոնցեպտում։